Բարի երեկո, լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, այսօրվա թեմաներն են։ Վարչապետը հրապարակել է Թրամփի ուղու մանրամասները, փոխվարչապետը չի բացառել ճանապարհի հետ կապված արտահերթ սահմանազատումը։ Ինչու է Երևանը որոշել խոսել Արցվաշենը վերադարձնելու մասին։ Մոսկվան պնդում է, թե Երևանը մտադիր է ռուսական ցորենը փոխարինել ուկրաինականով եւ փոխհատուցում ստանալ Եվրամիությունից։ Ընտրություններից մի քանի օր առաջ Էջմիածնում բերման է ենթարկվել ընդդիմադիր կուսակցության աջակից բլոգերը։ Քննչականն այսօր հարցաքննության է հրավիրել միանգամից 9 հոգևորականի։ Բաքվի շքերթից Թուրքիա վերադարձող օդանավի 20 զինծառայողները զոհվել են։ Նախ խորհրդարան տեղափոխվենք, ընդդիմությունը բոյկոտում էր վարչապետի ու նախարարների հետ հարց ու պատասխանը։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփի ուղու վերաբերյալ, երբ ու որտեղ կմեկնարկի շինարարությունը։ Կարծես հաստատվում են տեղեկությունները, որ մինչև դասյունիքում նաև արտահերթ սահմանազատում կանեն։ Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ լինեն կապված թրիփ նախագծի հետ։ Այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իդեպ Գրիգորյանի խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն առաջացրեց։ Միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա գործընթաց շարունակելու սահմանազատման եւ դա ըստ էության քննարկվում է։ Բացի դա, նաեւ իհարկե ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենա։ Հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի թրիփի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք։ Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետը նշեց, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Քննարկումները վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը եւ որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը։ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, ադրբեջանական կողմի հետ վերջին հանդիպումն էլ կապված էր հենց թրիփ նախագծի հետ։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին։ Մուստաֆայևն ու Գրիգորյանը այցելել էին Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասեր։ Դա հիմնականում կապ ուներ թրիփի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր իր հերթին առաջին անգամ ներկայացրեց Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը, թեև ինչպես ինքը խոստովանեց, չէր ուզում այդ մասին խոսել, հաշվի առնելով, որ սովորաբար ժամանակացույցից շեղումներ են լինում։ Ամեն դեպքում Փաշինյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ պետք է թղթի վրա նկարագրեն բոլոր մանրամասները, իսկ արդեն հաջորդ տարի կսկսվի բուն շինարարությունը։ 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները։ Էսա պլանը, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, այսօր էլ չէի ուզում ասեի։ Ինչի, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց տեսեք, ըստ էության լրատվությունը մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արևելքի թեմայի հետ կապ, մի քանի շատ կարևոր առանցքային թեմաների հետ կապված։ Եվ այդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Վարչապետը նաև մանրամասներ ներկայացրեց թրիփով, երկաթուղու եւ ճանապարհների գործարկման մասով։ Ըստ Փաշինյանի կվերագործարկվի արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, ճանապարհների մասով էլ լուծումներ ունեն։ Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու։ Երկաթուղին անցնելու խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու, որտեղ ուրիշ տեղով
երկաթուղի կառուցելը իրատեսական չի։ Ես կարող եմ ասել, որ օրինակ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս։ Էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս։ Ընդ որում ես չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրությունները տեղում ենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա հասկանում եք, բազմաթիվ գործոններից է կախված, այսինքն քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է թե որ դե ուզենաս գիծը կքաշես, բայց այնուամենայնիվ տեղանքը բնությունը ուրիշ բան է։ Ավտոճանապարհների հետ կապված, գիտեք, հյուս-հարավը կառուցվում է եւ մեծ հավանականությամբ մենք ճանապարհները այդ արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք հյուսիս-հարավի ճանապարհներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Հստակ չգիտենք նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել։ Կապված է նավթի միջազգային գներից նաեւ։ Խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը վստահեցրեց, թրիփ նախագիծը իրականացվելու է եւ շատ արագ տեմպերով, ու այն պայմաններով, ինչպես որ արձանագրված է Վաշինգտոնի հռչակագրում։ Մինչ իշխանությունն ազդարարում էր հաջորդ տարվա երկրորդ կեսին թրիփ նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկի եւ այդ ուղղությամբ հնարավոր արտահերթ սահմանազատվելիք հատվածների մասին, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում էր Փաշինյանի մասնակցությամբ ընթացող հարցուպատասխանը։ Վարչապետին հարց տալու համար գրանցվել էր ընդամենը 14 իշխանական պատգամավոր։ Ազատության հարցին, թե որն է բոյկոտի պատճառը, խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, թե չեն բոյկոտել, պարզապես չեն ուզում մասնակցել, հաշվի առնելով Փաշինյանի մանիպուլյացիոն պատասխանները։ Անիմաստ է հարցեր տալը, որովհետև ինքը բոլոր հարցերի շուրջը մանիպուլացնում եւ շեղվում է հարցերի հիմնական պատասխաններից եւ այնպես է ստացվում, որ տված հարցերի ընթացքում այս երկրում որևէ մի խնդրեմ չկա, ամեն ինչ հոյակապ է, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ թալուն է։ Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նաև Փաշինյանի հետ նախորդ հարցուպատասխանը, ինչին ի պատասխան վարչապետը հետաքրքրվել էր, թե ուր են իրենց գանձերը։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Այս անգամ Փաշինյանն ընդդիմության բոյկոտին որևէ կերպ չանդրադարձավ, միայն իրեն սուր քննադատության ենթարկած նախկին նախագահներին կրկին հրավիրեց բանավեճի։ Վարչապետ Փաշինյանը նաև մեկնաբանել է իր գրառումը, թե սահմանազատման արդյունքում Հայաստանին պետք է վերադարձվեն Արցվաշենը եւ մյուս օկուպացված տարածքները։ Երևանի այս հայտարարությունը հաջորդել էր Բաքվի պնդմանը, որ ադրբեջանական 4 անկլավների վերադարձը գերակա խնդիր է։ Արդյոք կողմերը տարածքների փոխանակման համաձայնության են եկել։ Արցվաշենը վերադարձնելու հայտարարությունից ընդամենը 5 օր անց Հայաստանի վարչապետը դժվարանում է ասել։ Անկլավների փոխանակմանն է կողմ, թե եղած իրավիճակը պահպանելու։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հստակ է միայն այն, որ կառավարությունը առանց ժողովրդի դիրքորոշման չի կարող Արցվաշենը փոխանակել որևէ տարածքի հետ։ Իսկ այսօր նախընտրեց բացատրել, թե ինչու չի ցանկանում հանրայնացնել դիրքորոշումը։ Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետև նախ ինչպես ասացի, իմ նախկինում արձանագրած դիրքորոշման համաձայն պետք է մի հատ իրավական հիմքեր նայենք, այսինքն հիմա դուք ինձ ինչ հարց եք տալիս, ձեր դիրքորոշումը որն է, այդ իմ ընկալմամբ իրավական արձանագրումներ չտեսած վիճակում ես դիրքորոշում արտահայտեմ։ Այդ դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչած Հայաստանի վարչապետը իրավական ինչ հիմքով է հայտարարել, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև անկլավները։ 86600-ի մեջ մտնում են նաև այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ այդտեղ նրբություն կա։ Հիմա, երբ որ կլինի խոսակցությունը, Ադրբեջանը կբերի իր փաստարկները, մենք կբերենք մեր փաստարկները եւ կտեսնենք, կհամեմատենք։ Երբ որ եւ եթե արձանագրվի, որ կա այսպիսի թեմա 1, այսպիսի թեմա 2, այն ժամանակ արդեն կսկսենք մտածել դիրքորոշումների մասին։ Այդ արձանագրվածը ինքը մենք առաջարկում ենք փոփոխության ենթարկվի, թե չէ, բայց քանի դեռ չի արձանագրվել դե յուրե,
որևէ բան, դա քննարկելը ինքնին մեթոդական սխալ է։ Անկլավների փոխանակմանը մոտ 4 տարի առաջ կողմ էր վարչապետը։ Եվ մեր տրամաբանությունն է նա, որ այդ անկլավը պետքա փոխանակվի անկլավի հետ եւ այն ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրանց հսկողության տակ, այն ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ Բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր Հայաստանում ադրբեջանական անկլավների առկայության վերաբերյալ իրավական հիմքեր հայ պաշտոնյաների ձեռքի տակ չկան։ Այսօր վարչապետը նաև հայտնեց, որ սահմանազատման հանձնաժողովները անկլավների հարցը դեռ չեն քննարկել։ Հենց լինի ասած, հայկական կողմը իր փաստերը կդնի սեղանին, ակնկալելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին հիմքեր կներկայացնի։ Այն որ 1991 թվականին մեր անկախության նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, այդ գաղտնիք չի։ Ես այդ գյուղերի մի մասը Իջևանի շրջանում են եւ ես այդ գյուղերի միջով անցել գնացել եմ։ Ես չեմ կարող ասեմ, որ բնության մեջ այդպիսի բան չի եղել։ Անկլավ-էքսկլավների հարցը 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար է ակտիվանում։ Վերջին օրերի քննարկումները ծավալվեցին Արծվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված տարածքները սահմանազատմամբ վերադարձնելու վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո։ Նիկոլ Փաշինյանի այդ գրառմանը նախորդել էր Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որ իրենց համար անկլավների մեջբերեմ Ղազախի շրջանի 3 գյուղերի եւ Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձը գերակա է եւ պետք է լուծում ստանա սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Վարչապետն ավելի քան 2 տարի առաջ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել էր այս գյուղերից մասնավորապես Տիգրանաշենին։ Մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ այդտեղ եղել է Քյարքի։ Ենթադրենք, մենք ասում ենք, որ պետքա գնանք իրավական հիմքերը նայենք քաղաքական առումով, եթե կպարզի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք եւ դեռ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի, որ Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին օրինակ կամ վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չկերագնահատենք, որովհետեւ տենց ակլավ չկա, որը մեզ համար լուծի այնպիսի առաջացնի ճանապարհային այնպիսի խնդրեմ, որը անլուծելի է։ Տիգրանաշենը, որ Հայաստանի բնակավայրերից է, ռազմավարական նշանակություն ունի։ Այն դեպի Սյունիք իրան տանող միջպետական մայրուղու վրա է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Երևանը մտադիր է ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։ Ռուսական կողմը պնդում է, թե Հայաստանը ցանկանում է, որ գնային տարբերությունը փոխհատուցի Եվրամիությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ կեսօրին բացարձակ անհեթեթություն էր որակել այս տեղեկությունը, թեմային անդրադարձել է նաև հարց ու պատասխանի ժամանակ։ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել, մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են, կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք։ Գինը հետաքրքիր կլինի, հա, գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրեմը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնություն, հա, որ էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա տերես, հնազանդ է, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է խնդրեմ, ես տենց չեմ կարող հասկանալ։ Այս հայտարարությունը հետաքրքիր էր նրանով, որ դա արել են ոչ թե ինչ-որ փորձագիտական շրջանակներ, ոչ թե ինչ-որ առանձին լրատվականներ, այլ սա արել է
իրենց արտաքին հետախուզական ծառայությունը եւ նախագահի մամուլի քարտուղարն էլ ըստ էության հաստատել է։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկը ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջին չէր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառված է, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը Այժմ էլ եկեղեցականների շուրջ զարգացումների մասին Նաթան arczepiskopos-ին վերագրվող ձայնագրության գործով հոգևորականներին հարցաքննության էին կանչել։ Իշխանական մամուլում հայտնված ձայնագրությունում ենթադրյալ քահանան arczepiskopos-ին դժգոհում է, թե կաթողիկոսն իրեն ստիպում է մասնակցել ընդդիմության հավաքներին։ Առաջին անգամ, այո, պատիվ ունեմ տեսնելու քննչականը։ Առավոտից Երևանի քննչական վարչություն են հրավիրվել 9 հոգևորականներ Արագածոտնի Թեմից ու Մայրաթորի միաբաններից Մուշեղ Սրբազանն ու Հայ Ռուբենը։ Վերջինս տեղյակ չէր, թե ինչու են իրենով հետաքրքրվել իրավապահները։ 15 տարի աշխատել եմ քրեակատարողական հիմնարկներում։ Որպես քահանայի։ Որպես պատասխանատու հոգևոր ծառայության։ Հայ Ռուբենի ներկայությունը կամ նրա հարցաքննությունը մեզ համար անակնկալ էր, որտեվ որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել, այնուամենայնիվ քիչ անց կմտնենք, մեզ րոպեների մնացել, կմտնենք քննչական մարմին եւ կհասկանանք, թե ինչու են այսպես նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն է Հայ Ռուբենի շահերի ներկայացուցիչը։ Ենթադրություն է, որ հարցաքննությունը Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցի հետքերով հարուցված քրեական գործին է վերաբերվում։ Այդտեղ հնչում է կաթողիկոսի անունը ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի համատեքստում։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը շեշտեց, ինքը Էջմիածնի հայեցակարգային բաժնի պատասխանատուն է։ Պետական հարցեր են մշակում։ Որևէ քահանայի հորդորել եք մասնակցել ընդդիմության ցույցերին։ Ոչ։ Շուրջ մեկ ամիս առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել հավաքներին մասնակցելու հարկադրանքի հոդվածով։ Նաթան arczepiskopos-ը քննչական կոմիտե ավելի վաղ հրավիրվել ու հարցաքննվել էր։ Մայրաթորի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի տպավորությամբ քննչական մարմինն այդտեղ հաջողության չի հասել ու հիմա այլ խտրականության հանցակազմի ուղղությամբ են ծավալվում։ Այսօր հոգևորականներին կարգալուծության վերաբերյալ են հարցեր տվել։ Արդյոք քահանաները կարգից զրկվում են սեփական հայացքների համար։ Մասնավորապես որքանով հասկացել ենք, իրենց հետաքրքրում է, թե արդյոք նախկին այդ Տեր Արամի, այսինքն ներկայիս Ստեփան Ասատրյանի եւ մյուս հոգևորականի մասով արդյոք խտրական վերաբերմունք չի դրսևորվել։ Ըստ փաստաբանի սա ակնհայտ միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը։ Այսօր քննչական մարմինը խցկվում է այդ բառի սեմբուն իմաստով եկեղեցու ներքին ինքնակառավարման դաշտ, որ իրավունքը չունի։ Եթե այդ խտրականության հոդվածը դիտարկենք քրեական օրենսգրքի, դա ասում է տարբերակված վերաբերմունքը, որը պայմանավորված է օրինակ սեռով եւ այլ հանգամանքներով, քաղաքական հայացքներով եւ այլ հանգամանքներով։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Եկեղեցում օրինակ կինը չի կարող դառնալ եպիսկոպոս։ Հիմա դա էլ է խտրական վերաբերմունք, եթե այդպես նայենք։ Կամ սուրբ հաղորդություն չի կարող ստանալ չմկրտված անձը։ Հիմա թե քննչական մարմնի տրամաբանությամբ գնանք, պետք է բոլոր հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։ Քննչական հրավիրված բոլոր հոգևորականները վկայի կարգավիճակ ունեն։ Մեղադրյալ կա, թե ոչ, Մայրաթորի ներկայացուցիչը միայն այն գիտի, որ հոգևորական մեղադրյալ չկա։ Քննչական կոմիտեից այսօր հրաժարվեցին որևէ տեղեկատվություն տրամադրել։ Փաստաբանները վստահ են, քննչական մարմինը պարզապես քաղաքական օրակարգ է սպասարկում։ Սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է հոգևորականների նկատմամբ այս ճնշումները բանեցնելու տրամաբանության մեջ է եւ բնականաբար, ասում եմ, սա ուղիղ խախտում է սահմանադրության եւ օրենքի պահանջը, քանի որ ներխուժում է եկեղեցու ինքնակառավարման դաշտ։ Զոհրաբյանը շեշտում է, քննչականն այդպես էլ վարույթ չհարուցեց Նաթան arczepiskopos-ի հեռախոսային խոսակցության հանրայնացման փաստով։ Այստեղ է խտրականությունը, շեշտում է։ Ընդդիմության ցույցերին հարկադրելու վերաբերյալ քրեական մեկ այլ գործ էլ կարգալույց քահանա Տեր Արամի հարցազրույցի հետքերով էր հարուցվել։ Տասնյակ քահանաներ էին բերման ենթարկվել, բոլորը դարձյալ Արագածոտնի Թեմից։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրդանեսից տեղեկացանք, այս մի գործով այս ուրբաթ իրեն էլ են կանչել։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում։ Իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։
Ընտրություններից մի քանի օր առաջ Էջմիածնում բերման է ենթարկվել ընդդիմադիր կուսակցության աջակից բլոգերը։ Քննչականն այսօր հարցաքննության է հրավիրել միանգամից 9 հոգևորականի։ Բաքվի շքերթից Թուրքիա վերադարձող օդանավի 20 զինծառայողները զոհվել են։ Էջմիածնում բերման է ենթարկվել Մայր Հայաստան կուսակցության աջակից բլոգերը։ Ընդդիմադիր կուսակցությունը այս կիրակի մասնակցելու է ընտրություններին։ Իրավապահները միայն հայտնում են խուլիգանության կասկածանքի մասին, այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Բլոգերի նկատմամբ ըստականատեսների կոպիտ ուժ է կիրառվել։ Տապալել են գետնին եւ քարշ տարով տարել են գցել են մեքենայի մեջ։ Ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության առաջնորդը նկարագրում է, թե ինչպես են իրենց թիմակցին այսօր մի խումբ տղամարդիկ նախընտրական շտաբի մոտից ուժով խցկել մեքենան ու տարել։ Անդրանիկ Թևանյանն ասում է, ավելի ուշ են տեղեկացել, որ այդ տղամարդիկ ոստիկաններ են եղել։ Իրապահ կոչված մարմինները քաղաքացիական հագուստով մայթի վրա կանգնած քաղաքացուն մոտեցել են, տապալել են գետնին եւ տարել են ոստիկանություն։ Մայր Հայաստանն էլ է պայքարում Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար, ակտիվ քարոզարշավ են անում ու սուր քննադատում գործող իշխանությանը։ Ոստիկանություն տարված Օննո Հարությունյանն ընտրական ցուցակում չկա։ Իրենց համակիրներից է ու մասնակցում է քարոզարշավին, պատմում է Թևանյանը։ Մենք կարծում ենք, որ դա Մայր Հայաստանի աջակից լինելու հանգամանքով է, որովհետև դա առաջի դեպքը չի։ Ոստիկանությունից Ազատության հետ զրույցում հաստատեցին, Էջմիածնում մի քաղաքացու ձերբակալել են խուլիգանության կասկածանքով, գործն էլ փոխանցել քննչականին։ Ինչ է արել Օննո Հարությունյանը, որ շտաբի մոտից ձերբակալել են, ու ինչու են նրան բաժին տանող ոստիկանները քաղաքացիական հագուստով եղել։ Ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչականից ժամեր շարունակ բացատրություն չկա։ Մի ավտոյով ձեռքերը բռնեց։ Օննո Հարությունյանին բաժին են տարել կուսակցության Էջմիածնի շտաբի մոտից։ Այդ պահին նրա հետ եղել է իր մտերիմներից մեկը Արմինեն։ Մայր Հայաստանից Գևորգ Ստեփանյանն ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, որտեղ Արմինեն հուզված պատմում է, թե ինչպես են ոստիկանները հետապնդել, ապա գետնին տապալելով մեքենայի մեջ գցել Փաշինյանին քննադատող Հարությունյանին։ Ավտոմեքենայի ղեկից հանեցին, ուսած խփեցին գետնին, փոշոտ, իխտոտ տարան դրեցին ավտոմեքենայի մեջ ու տարան։ Իմ հեռախոսներ վերցրեցին ձեռքիցս, ասեցին ճիրավունք ունեք վերցնեք, շփոթեցին ավտոյի մեջ, այդպես արհամրական ասեցին, դու քո հեռախոսներ գնու, այդպես 3 ավտոներ դրա հետո քշեցին գնացին։ Ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Մի քանի օր է ընդդիմադիր կուսակցության շուրջ իրավական կրքեր են։ Օրեր առաջ կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ Վաղարշապատի համայնքապետի իրենց թեկնածուի ու ցուցակի երկրորդ համարի դեմ քրեական գործեր են պատրաստում։ Այսօր գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, ԱԱԾ-ից հաղորդումներ են ստացել ու ընթացք են տվել։ Համայնքապետի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, որ նախկինում մարզի Դողս համայնքի ղեկավարն է եղել։ Դավիթ Կարապետյանը ծաղկունքի, երկու թեկնածուն էլ պաշտոնավարել են Փաշինյանի իշխանության օրոք, մինչև 2021 թվականը, բայց Վաղարշապատի նախկին գյուղապետերը իրավապահների թիրախում հայտնվել են հրաժարականից 4 տարի անց, Վաղարշապատի ընտրություններից օրեր առաջ։ Այս 7 տարի հանկարծ պարզվեց հենց Մայր Հայաստանի ցուցակի վերին հորիզոնականներում հայտնվեցին, միանգամից այդ հիմքերի մասին հիշեցին։ Խայտարակություն ուղղակի։ Անդրանիկ Թևանյանը պնդում է, իրավապահներն իրենց թիրախավորել են վախեցնելու, ճնշելու նպատակով։ Որ իրենք հաշվել են, որ իրենց թեկնածուն Խոյից է, նախկին ղեկավարն է, Խոյից իրենք մտածում են, որ բարձր ձայներ կտանեն, քվեներ կստանան։ Էջմիածնում շատ լավ գիտեմ, որ վարկանիշը ցածր է ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Մտածել են Խոյ միացնեն, Խոյից թեկնածուն դնեն եւ Խոյի ձայներով փորձեն կոմպենսացնեն բացասական վարկանիշը Էջմիածնում։ Մենք ինչ արեցինք, մենք հենց Խոյ համայնքից թեկնածուներ առաջադրեցինք եւ իրենց պլանները խառնեցինք եւ դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ։ Նախընտրական քարոզարշավը կավարտվի 2 օրից, ընտրություններն այս կիրակի են, 9 ուժ է պայքարում, ընդդիմադիրները իշխող ՔՊ-ին մեղադրում են վարչական ռեսուրսը չարաշահելու համար, դիտորդական կազմակերպություններն էլ են դրա մասին ահազանգում, որ քարոզարշավի օրերին ընտրողների տանիքներն են նորոգում, համայնքը բարեկարգում։ Հայտնի բանաձև կա, ասում է յուրայիններին ամեն ինչ
հակառակորդներին չակերտավոր օրենք։ Էջմիածնի ընտրություններին այսօր խորհրդարանում անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը։ Իրենց ուղղված մեղադրանքներին չարձագանքեց, ընդհանուր ընտրակաշառքի մասին խոսեց, թե իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Հիմնական գործող անձը այդտեղ պետք է լինեն իրավապահները, ովքեր կարողանան հայտնաբերել եւ միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի եւ նմանատիպ դրա նման առնչվող հարակից բոլոր դեպքերում։ Վարչապետի Շարասյան վրաերթի գործով դատավճռի հրապարակումից 3 ամիս անց կողմերը դեռ այն չեն ստացել։ Երիտասարդ կնոջ ընտանիքը համոզված է, որ դատարանը միտումնավոր է ձգձգում, որպեսզի անցնի վաղեմության ժամկետը։ Մեղավոր ճանաչված բարձրաստիճան ոստիկանը ազատության մեջ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Շարասյան ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը ազատության մեջ է եւ աշխատում է։ Չնայած դատարանը 3 ամիս առաջ նրան դատապարտել էր 1.5 տարի ազատազրկման։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել եւ քանի որ դատավարության ընթացքում կապիտանի խափանման միջոցը կալանքը չէր, նա դեռ ազատության մեջ է։ Ազատության հետ զրույցում Սոնայի հայրը Մացակ Մնացականյանը իր մտահոգությամբ կիսվեց։ Մինչև հիմա վճիռը ձեզ չի հասել։ Կարծում եմ, որ միտումնավոր է արում ժամանակ ցկինում է։ 5 տարի դրանա ժամկետը անցնի, հետո չի։ 28-ամյա հղի կնոջ վրա երթի եւ մահվան գործով դատավճիռը հրապարակվել էր օգոստոսի 18-ին։ Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում էր պահանջել։ Մեղադրող դատախազը 2 տարի 6 ամսվա ազատազրկում, բայց դատարանը ավելի մեղմ պատիժ ընտրեց՝ 1.5 տարի։ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ փաստաբան Ռաֆի Ասլանյանը դատավճիռը դեռ չի ստացել, որպեսի բողոքարկի։ Գուցե դատարանների ծանրաբեռնվածությունն է պատճառը, չի բացառում փաստաբանը, սակայն հավելում նույն դատավորները շատ արագ են խափանման միջոցներ փոխում այլ քաղաքական աղմկահարույց դեպքերով, իսկ այս գործը նրա պնդմամբ ձգձգում են մինչև վաղեմության ժամկետի լրանալը, այսինքն մինչև 2027 թվականը։ Հիմա դատավորը ինչի չի փոխել բացակայելու արգելք խափանման միջոցը եւ չի կիրառել կալանք, սա կարող ենք համեմատել օրինակ Դավիթ Համբարձումյանի, Մասի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործի հետ։ Տեսեք, երբ դատապարտվեց, անմիջապես փոխվեց խափանման միջոցը կալանք։ Հիմա այս երկու գործերը համադրեք եւ կհասկանաք, որ ակնհայտ երկու գործն էլ քաղաքական գործեր են։ Եվ ցավոք սրտի Սոնա Մնացականյանի վերաբերյալ գործը եւ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործը երկուսն էլ իշխանության ուղղակի միջամտությամբ կայացված դատական ակտեր եւ քննված քրեական գործեր են։ Սա դասական ուղղորդվող պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացված վարույթների օրինակներ են։ Մեկը հոգուտ պետության, այսպես պետության չէ իշխանության, մյուսը բնականաբար ի վնաս, քանի որ իրենց ձեռնտու չի։ Սա է ամեն ինչ տարվում է նրան, որ վաղեմության ժամկետները լրանան։ 3 տարի առաջ Լեո Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի ժամանակ վարչապետը եղել է Շարասյան մեքենաներից մեկում։ Սոնա Մնացականյանի հայրը այս ընթացքում շարունակ ահազանգում էր, որ իր դստերը վրա երթի ենթարկած կապիտան Արամ Նավասարդյանը բավական չէ, որ չի ազատազրկվել, ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, մինչև այս պահն էլ շարունակում է իր աշխատանքը։ Ընտրովի արդարադատություն, շարունակում է փաստաբանը ու ավելացնում. ինչ կարող է հասարակ մարդը անել իշխանական մեքենայի դեմ։ Շարունակում է ուղեկցել Նիկոլ Փաշինյանին եւ առհասարակ զբաղեցնել իր պաշտոնը։ Եվ ոչ մի իրավական քայլ հնարավոր չէ այս պարագայում անել, ինչ որ բան է։ Ոչ, իշխանական մեքենայի դեմ ինչ իրավական քայլ անենք։ Իրավական քայլերը հետագայում եվրոպական դատարանի մակարդակում են արվում, ցավոք սրտի եվրոպական դատարանի կայացրած դատական ակտերն էլ արդեն ուշացած արդարադատության օրինակներն են։ Այստեղ պարզապես պետք է իշխանությունը ունենալ այնքան բարոյականություն, որպեսզի այս քրեական գործով միջամտություն չցուցաբերեր, թույլ տար, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունից բարոյականություն ակնկալելը ես կարծում եմ իմաստ չունի։ Դատավարության ամբողջ ընթացքում փաստաբանը պնդում էր, անհետացել են կարևոր ապացույցներ, օրինակ ռադիոկապով զրույցը, ըստ որի փաստաբանի պնդմամբ պարզ կլիներ, ով է Նիկոլ Փաշինյանի Շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին հրահանգել մտնել խաչմերուկ, ով է նրան ասել, որ այն պատշաճ փակ է։ Սոնա Մնացականյանի
ընտանիքը պնդում է, եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ապա իրենց հղի դուստրը հնարավորություն անգամ չէր ունենա մտնել խաչմերուկի վտանգավոր գոտի։ Նավասարդյանը ավելի վաղ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել եւ տեղում մահացել։ Նրա փաստաբանը եւս հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկի։ Աբովյանում սպանության կադրերը տարածվել են համացանցում, իրավապահները մինչև հիմա փնտրում են ցերեկով դանակով արյունահեղության հեղինակին։ Սպանություն օրը ցերեկով Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցում կանգառում սպասող մարդկանց փողոցով երթևեկող վարորդների աչքի առջև։ Համացանցը ողողած տեսանյութերում երևում է, թե ինչպես մի տղամարդ թիկունքից հարձակվում է 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, խոհանոցային մեծ դանակով մի քանի անգամ հարվածում նրան։ Երիտասարդը վայր է ընկնում, կորցնում գիտակցությունը, հիվանդանոցում արձանագրվում է նրա մահը։ Դա այն տեսա, որ արդեն ընկած էր ընդ արունակամերը, լնում սկորին չէր գալի, մի 40 րոպե չեկա։ Այսինքն եթե մի քիչ շուտ գար գուցե փրկվեր։ Դժվար փրկվեր։ Ինչի՞ իրան։ Շատ էր դանակահարությունը։ Շատ ախփել, ու ունենց տեղեր ախփել, որ դժվար էլի լեսին։ Սարգիս Զեյնալյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել 2 հոգու, երկուսի գտնվելու վայրն էլ հայտնի չէ, փախուստի մեջ են։ Սպանությունից 2 օր անց իրավապահներին չի հաջողվել գտնել նրանց։ Աբովյանում խոսակցություններ կան, թե Զեյնալյանի ու սպանության մեջ մեղադրվողների միջև ամիսներ առաջ խնդիրներ են եղել։ Մեղադրյալները, որոնք եղբայրներ են, որոշել են վրեժ լուծել։ Աբովյանի բնակիչ Արմեն Ապինյանն Ազատությանը պատմեց ականջով հասածը։ Դե ինչ որ խնդիրներ են ունեցել։ Ինչու քաղաքի հենց Բանուկ մասում հավաքվածները չկարողացան կանխել ողբերգությունը։ Արմեն Ապինյանը հիշում է, երևի վախեցան, հանցագործի ձեռքը մի մեծ դանակ կար։ Կարողանային երևի, բայց ոչ մեկ էլ որոշի բան չարեց, էլի։ Բայց ձեռը եկա դանակը, մարդիկ կվախենան, էլի։ Սարգիս Զեյնալյանի սպանությունը ֆիքսել է հենց կանգառի տեսախցիկը։ Ազատության այցելության պահին այն արդեն կանգառից հանված էր։ Քննչական կոմիտեն արգրավել է տեսախցիկն ու պարունակությունը։ Պարզ չէ, թե տեսագրությունն ինչպես է հայտնվել համացանցում։ Աբովյանցիները մտահոգ են։ Հոդարաժի դեպքը չի։ Հայաստանը դարել է Սիցիլիան։ Սիցիլիա մաֆիա երկիր է սա։ Սա ես ուր ատանում, մի դեպք չէ, քանի դեպք կա արդեն։ Սա ինչի մասն է խոսում, որ ասենք բանի ժամանակ կոմունիստների օրոք ոնց են բան պատրոններ կար, կապած, կարմիր ժապավենով, ժապավենը ինչա տենց կապած, բոսնում են տնան ով է կար խանգարով, չի ինչա, ինչով է զբաղված, ասենք։ Ազատության զրուցակից աբովյանցիները կարծիք էին հայտնում, որ ոստիկանությունը տեղում չէ, որ եթե լավ հսկողություն աներ, ապա նման արյունալի դեպքերը հնարավոր կլիներ կանխել։ Տպավորություն է ստեղծում, որ ոստիկանությունը մենակ նրա համար է, որ գալիս է բան ստեղծի, բանան, արձանագրի, որ դեպքը եղել է, տանի միջոցներ ձեռնարկի, գալիս են չափում են, փակում են, արդեն փաստը կատարված է եղել։ Բայց կարելի է, չէ, իրիկունները հետապահմաններ նշանակել ոստիկան։ Ճիշտ ասած չեմ անում, ես 6-ին եկա, 6-ին։ Եկա են կոմերներ, եկա տեսա հավաքված, խառնված վիճակ էր։ Տարես տղամարդը հարցնում է, ինչու են ոստիկաններին տեսնում միջադեպերից հետո կամ էլ ընդդիմադիրների դեմ գործողություններում։ Հիմնական բանը թողած գնում են, ես ում պատվեր են կատարում, չեմ ուզում, գիտեք, չեմ ասում։ Էտա գործոց զբաղվեք, ձեր գործը ինչ է, դուք թողում եք գնում ընդեղ, ամեղ մարդկանց բռնում եք, դանում եք քրեական գործ եք հարուցում, ես ինչ եք անում, այդ չէ էլի։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւս հարցնում է, ուր են ոստիկանները, ինչու են զբաղված ոչ իրենց գործով, նկատի ունի քաղաքական ենթատեքստերով իրադարձություններին նրանց ակտիվությունը, ասում է, որ հենց ներսից է ստանում տեղեկություն, որ ոստիկանները ստիպված զբաղվում են ոչ իրենց գործերով։ Տարբեր մարդկանց վերաբերյալ ոչ հանցավոր գործնեություն իրականացնող մարդկանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելով են զբաղված լինում շատ անգամ։ Այդ թվում նաև ընդդիմադիրների, հիմնականում ընդդիմադիրների եւ ոչ միայն ընդդիմադիրների։ Բնականաբար այս ամբողջ ինֆորմացիան պետական մարմինները հերքելու են։ Կարապետյանցի խոսքով հասարակությունը հայտնվել է մի իրականությունում, որտեղ փոխադարձ ատելության քարոզը, պարակտումը, ինչպես նաև ոստիկանության կողմից իրանվիճական գործառույթով չզբաղվելը ստեղծում է հենց այսպիսի իրավիճակ։ Գոնե պատրուլ լինի, ոնց կարող են այսպիսի աչքաթողեղած վիճակում լինել։
Մենք ունենք բազմաթիվ իրավիճակներ, որտեղ ոստիկանության ներգրավվածությունը այնքան մեծ է, որ դու չես հասկանում ինչն է պատճառը, որ այս աստիճանի ոստիկանության ներկայություն կա։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մինչդեռ անցած շաբաթ խորհրդարանում հայտարարում էր, սպանությունները հանցավորության ընդհանուր ծավալում կազմում են ընդամենը 0.2%-ը։ Հանրապետության մակարդակով շարունակում է մեզ մոտ գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները եւ այս դինամիկան ըստ էության պահպանվում է եւ որևէ էական կտրուկ եւ վտանգավոր, այսպես ասեմ, վերափոխումներ չի ունենում։ Ազատության տեղեկություններով Աբովյանցի Սարգիս Զեյնալյանի սպանության մեղադրյալներից մեկը տարիներ առաջ մեղավոր է ճանաչվել սպանության համար եւ 11 տարի անցկացրել է բանտում։ Դաժանցեցի հետևանքով Գյումրեցի կնոջը մահվան հասցնելու գործով դատավարությունը 7 տարի անց ավարտվում է, վճիռը կհրապարակվի վաղը։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը շարունակում է պնդել, որ անմեղ է։ Մեղադրողը միջնորդել է 8 տարվա ազատազրկման դատապարտել նրան։ Զինվորականը ըստ մեղադրանքի 2 ընկերների հետ Գյումրիում մի քանի գիշերային ակումբներում է շրջել խմել։ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին վաղ առավոտյան է հանդիպել Սլաբոդկա թաղամասում, երբ կինը աշխատանքի էր գնում, հարձակվել է, բռնության ենթարկել նրան։ Հարգելի դատարան, 7 տարի է կանգնած եմ ձեր առջև պաշտպանելով իմ միակ իրավունքը, անմեղ ճանաչվելու իրավունքը, այնտեղ, որտեղ ես մեղավոր չեմ եւ երբեք մեղավոր չեմ եղել։ Հայաստանի Սահմանադրությամբ ու քրեական դատավարության օրենսգրքով յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով եւ չի հաստատվել դատարանի վերջնական դատավճռով։ Այս դեպքում դա տեղի չի ունեցել։ Այս ամբողջ քննության ընթացքում քննչական մարմինը եւ մեղադրող կողմը դատարանին չի կարողացել ներկայացնել որևէ ուղղակի ապացույց, որը կհաստատեր իմ մասնակցությունը այս հանցագործությանը։ Մեղադրանքները հիմնված են ենթադրությունների, անուղղակի ապացույցների եւ վկաների հակասական ցուցմունքների հիման վրա։ Իրական մեղավորին գտնելու փոխարեն քննությունը սխալ ճանապարհով գնաց, ձգտելով բոլոր անհրաժեշտ միջոցներով հաստատել նախապես որոշված տարբերակը։ Թույլ են տրվել թարգմանության սխալներ, ցուցմունքներում էական անհամապատասխանություններ եւ այլ ընթացակարգային խախտումներ։ Այս ամենը վկայում է կողմնակալ մոտեցման մասին։ Հարգելի դատարան, գործի նյութերում չկա որևէ ապացույց, որը կարող էր համոզիչ եւ անվերապահորեն ապացուցել իմ մեղքը։ Ես չպետք է պատասխանատու լինեմ ուրիշի հանցագործության համար։ Ես անմեղ եմ, ես չեմ կատարել դա եւ չէի կարողանա կատարել այս հանցագործությունը։ Միայն արդարադատություն եւ լիակատար արդարացում եմ խնդրում։ Բաքվի ռազմական շքերթից վերադառնալիս կործանվել է թուրքական օդանավ։ 20 զինվորական ուղևորները զոհվել են։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի կապակցությամբ Փերզին անոթը հանել ցուցադրության շքերթին հետևում էր նաև Թուրքիայի նախագահը։ Փրկարարները հայտնաբերել են վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում 3 վթարված ռազմական ինքնաթիռի 20 զոհերից 18-ի դին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն հրապարակել է զինծառայողների անունները, որոնք ըստ ադրբեջանական ապագործակալության նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները սպասարկող մասնագետներն էին։ Հայտնաբերված մարմիններն արդեն դուրս են բերվել վթարի վայրից։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ասել է, որ երկուսի որոնումները շարունակվում են։ Օցի Ադամյանի էկիպաժից ծեյուրի Ինքնաթիռում եղել է 20 մարդ, հայտնաբերվել է 18 դի։ Փրկարարները դեռ փնտրում են մյուս 2 դիերը։ Ադրբեջանից Թուրքիա վերադարձող C-130 ինքնաթիռը ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության կործանվել էր վրաց-ադրբեջանական սահմանին Կախեթի շրջանի Սիղնախի քաղաքի վարչական տարածքում, Ադրբեջանի հետ սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ նախարարության ինքնաթիռն աղետի ազդանշան չի ուղարկել եւ ռադարներից անհետացել է Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ արդեն գտնվել է ինքնաթիռի սև արկղը եւ սկսվել է հետաքննություն։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նաեւ հայտնել է, որ վթարից անմիջապես հետո 3 Թուրքիայից քննիչների 46 հոգանոց խումբ է մեկնել վթարի վայր։ Bu elim olayı tüm yönleriyle araştırıyoruz. Մենք այս ողբերգական միջադեպը հետաքննում ենք բոլոր տեսանկյուններից։ Վրաստանի իշխանությունները ապահովում են առավելագույն աջակցություն եւ համագործակցություն։ Մեր ադրբեջանցի եղբայրները եւս անհրաժեշտ աջակցություն ու համագործակցություն են ցուցաբերում։ Her türlü katkıyı
veriyor. Էրդողանը վթարի ժամանակ 3 Անկարայում էր եւ լուրը ստանալուց հետո ընդհատել էր ելույթը զոհերի հիշատակը հարգելու համար։ Իսկ ավելի ուշ Վրաստանի վարչապետի հետ քննարկել որոնողափրկարարական աշխատանքները։ Մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձներ են հղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաեւ հեռախոսով է խոսել Էրդողանի հետ եւ ցավակցել։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը օդում նախ մասնատվում, ապա սկսում այրվելով եւ պտտվելով ցած ընկնել։ Ադրբեջանական ԱՊԱ-ի աղբյուրն ասել է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել, միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր։ Նա նաեւ բացառել է արտաքին ազդեցության վարկածը։ Ինքնաթիռի կորպուսի վրա դրսից հարվածի նշանների բացակայությունը բացառում է հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա։ Ըստ ադրբեջանական գործակալության իրավապահները դիտարկում են վթարի 2 նախնական վարկած՝ տեխնիկական անսարքություն, որը կարող է կապված լինել ինքնաթիռի երկար շահագործման եւ կորպուսի հնարավոր կորոզիայի հետ, ինչի հետևանքով թռիչքի ժամանակ բարձր ճնշման տակ կորպուսը կարող էր կոտրվել։ Նման դեպք այս մոդելի ինքնաթիռների հետ արդեն տեղի ունեցել ԱՄՆ-ում 90-ականներին։ Երկրորդը բեռի ոչ պատշաճ ամրացումն է, որը տուրբուլենտության կամ կտրուկ մանևրի ժամանակ կարող էր տեղաշարժվել եւ լրջորեն վնասել ինքնաթիռը։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի ինքնաթիռը 3 վայրեջք է կատարել Գյանջայի օդանավակայանում եւ այնտեղ մնացել է մոտ 2 ժամ։ Անձնակազմը չի լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Իսկ մեկնելուց առաջ անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։ Գյանջայից մինչև Սիղնախի սահմանային հատվածը 90-ից 100 կիլոմետր է։ C-130 Հերկուլեսը միջին եւ մեծ հեռահարության ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախագծել եւ արտադրել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Այն ունի 4 տուրբոպրոպելային շարժիչ եւ նախատեսված է ռազմական բեռներ անձնակազմ տեղափոխելու եւ տարհանման համար։ Կարող է օգտագործել ոչ ասֆալտապատ ու համեմատաբար կարճ թռիչքուղիներ։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի ինքնաթիռը երկար ժամանակ էր շահագործվում։ Վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 2020 թվականին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում վաղը Երևանում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ուժերն է չափելու Հունգարիայի ընտրանու հետ։ Բուդապեշտում հայերը հունգարացիներին պարտվել էին 2-0 հաշվով։ Ասեմ, որ թիմը հոգեբաններ են պատրաստ այս խաղին, այո, ունեն կորուստներ, բայց եւ եթե նայենք մի ուրիշ կողմից, ունենք հնարավորություն տեսնել մյուս ֆուտբոլիստներին եւ սա լավ շանս է նոր կազմով, որովհետև մի քանի 4-5 հոգի ֆուտբոլիստ չեն խաղալու հավաքականի կազմում նախորդ խաղերի համեմատ իմ համար շատ լավ փորձություն է եւ վերլուծության մեծ առիթ կլինի, որ մենք մեր ճիշտ ուղին ինչով որ ճանապարհը որ մենք ընտրել ենք այս խաղերը մեզ շատ կօգնեն։ Շատ ուրախ եմ միտեղ, որ ունեմ սենց հնարավորություն վերլուծելու եւ շարժվելու ճիշտ ուղղությամբ։ Կհաղթենք վաղը թե չէ, շատ կուզենայի, բայց մենք պատրաստ ենք եւ հաղթանակի, եւ ոչ ոքի, եւ պարտության հոգեբանորեն, բայց ամենակարևորը, որ մենք պատրաստ ենք պայքարելու վաղը։ Պետք է խաղանք ավելի կարկապա ամբողջ խաղը 90 րոպե անենք մեր աշխատանքը, անմնացորդ նվիրվենք եւ այդ դեպքում իմ կարծիքով կարող ենք հասնել դրական արդյունքի։ Հաղթանակ Հայաստանի հավաքականին, իսկ լրատվական կենտրոնում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում։